Ողջույն հարգելի հետևորդներ, դուք դիտում եք Infotime with Mary հաղորդաշարը, այսօր իմ հյուրն է ժողովրդական երգիչ Հովհաննես Շահբազյանը։ Ես նշեմ, որ ինֆորմացիոն կոնկրետ առիթ կա, քանի որ տեղի ունենալու մեծ համերգային ծրագիր, դրա շուրջ էլ կխոսենք Հովհաննես Շահբազյանի հետ, բարև ձեզ։ Հովհաննես, կխնդրեմ նախ համերգի մասին խոսենք, որքանով տեղյակ եմ, բավական լայնածավալ, հետաքրքիր ծրագիր եք նախապատրաստում եւ փորձեր էին ընթանում օրեր շարունակ, կխնդրեմ մի փոքր ներկայացնեք։ Ասեմ, որ ժողովրդի նվագախումբն է կազմակերպել Լոս Անջելեսի միակ ժողովրդի նվագախումբը, որովհետեւ Լոս Անջելեսի տարածաշրջանում եւ երևի թե Ամերիկայի ոչ մի նահանգում ունենք ժող գործիքների անսամբլ, ցավոք սրտի։ Ունենք երևի 40, 50, 100 պարախմբեր, ազգային պարախմբեր, բայց ժող գործիքների անսամբլ չունենք եւ ես ներկայացնելով ժողովրդական երգը համարձակություն ունեցա ստեղծել ժող գործիքների նվագարաններ, որովհետեւ նամանավանդ այսօր շատ մեծ կարիք ունենք դրա, որովհետեւ երեխաները մեր նոր սերունդը չգիտեն թարգմանչեն ինչ բան է, հոլը ինչ է, մեր ազգային նվագարաններին ծանոթ չեն, որը չգիտեմ ում մեղքով դպրոցներում չեն պրոպագանդում մեր ազգային նվագարանները, ես որ երևի իմ ծնողները կամ ինձ որ չողորթեին, որ ժողովրդական նվագարանն էսա եւ ցույց տային, ես էլ մի փոքր հեռու կմնայի եւ չէի ներկայացնի ժողովրդականին, որի համար ուրախ եմ որ ներկայացրել եմ, բայց մեր ժողովուրդը եւ ընտանիքները շատ մեծ դերակատարություն պետք է ունենան իրենց երեխաներին մի փոքր տեղյակ պահելու համար եւ սա մի առիթ է մեր համերգը մրցանակապաշտություն կան եւ տեսնել թե ինչի մասին է խոսքը, ինչ մեծ ձայնադարան ունի ժողովրդական երգը եւ ինչպիսի մաքուր երաժշտություն է եւ մի փոքր հոգիները հոգեվոր սնունդ կլինի իրենց, որովհետեւ այսօր շատ արդեն ուրիշ երաժշտություններ են չգիտեմ մոդա է ինչ է մարդիկ անդադ ներկայացում է այլ երաժշտություն եւ նաեւ շատ ավելի պատանի երիտասարդ սերունդը կարելի ասել որ դրանով է սնվում ցավոք եւ իսկապես մաքուր ազգային հայկական երգը մնում է մենք պետք է գիտակցենք որ սա մեր կարևոր կոմիտաս ժողովրդական երգ ուսանաշոտ ուսանշերամ հավասի սա մենք չենք կարող ուղղակի մոռանանք եւ անտեսենք այս ամեն ինչը իհարկե լինելով հայ պետք է իմանաս տարբերություն զադես իրարից թե ժողովրդական երգը որն է ուրախանալու երգը որն է մյուս առիթին ասենք ուրախ բայց պետք է գիտակցություն ունենաս որ մեր այս սեցլենագանի գյոզալ երգերը հանգարց ժամանակ չմոռացնել էլի ես իմ սիրտը ցավում է սրա համար ես խոսում եմ ու գիտեմ շատ մարդիկ կան որոնք ինձ հետ նույնպես բայց միայն ասելով չի այս պետք է կան թեւութիգունք լինեն մեր օրկեստրին որբիսի օրկեստրը կարողանանք պահենք այս երգերում եթե ոչ մարդիկ կան շատ փորձեր են կատարել որ լինի ժողովրդների ամեն անգամ մի բան եղել է որ չի այս սրա համար պետք են մարդիկ որոնք մեզի աջակից կլինեն թեւութիգունք կլինեն որպեսզի գոյատևի այս օրկեստրը եթե ոչ գտնվել են աջակիցներ հովանավորներ դեռ ոչ դեռևս ոչ մենք փորձում ենք այս ամեն ինչը մեր ժողովուրդը որ գա մեր համերգին դա արդեն իրենց աջակցությունը կլինի որ գային բայց ցավոք սրտի մի փոքր պասիվություն կա չգիտեմ ինչի երևի թե ավելի ուրիշ տեսակ մեր զվարճալի համերգներ լինեց ասեմ որ մեր ծրագիրները շատ հետաքրքիր պարային երգեր ունենք շատ լավ երգեր ունենք ժողովրդական պարային երգեր ես ասեմ բարձր ճաշակի համար որ հարսանիք եմ երգեր որը մարդը ուզեցել են միայն ժողովրդական երգեր լինի հարսանիքի ժամանակ եւ փորձել եմ զատեմ
այդ պարային երգերը մեր ժողովրդական պարային երգերը եւ շատ գեղեցիկ անցել է այդ հարսանիքը ու տարիներ է անցել դրա մասին խոսվել է շատ ասածս որ պետք չի ասենք ուրիշ երկրից ինչ-որ մի երաժշտություն բերել եւ որ կարողանաս ինչ-որ միջոցառումը գեղեցիկ անցկացնել չէ մեր հայկական երգերով է մեր երևանյան երգերը այնքան բազմաժանր են այնքան լավ երգեր կար այդ երգերով կարաս հանգիստ միջոցառումներ ուրախանցնի, համերգներ ուրախանցնի, բայց պետք է չանտեսենք մեր այդ երգերը, հավատացնում եմ դրանք ամենալավ երգերն են։ Համարես ում միտքն է եղել, որ նաև մրցանակաբաշխություն լինի։ Միտքը իմն է եղել, որովհետև ես ուզեցել եմ երգչուհիներ կան, որոնք չեն գնահատվել։ Սա մրցանակաբաշխություն համերգ է եւ մրցանակաբաշխություն այնպես չի որ մեկին ասում ենք դու լավ ձայնային տվյալներ ունես կամ դու լավ բեմի արտիստ ես քեզ ենք տալիս այս մրցանակ այս ամեն ինչը գնահատանք է որպես մեր երգիչերքույների որ այսքան տարի ծառայել են մեր ժողովրդին այսօր ես ուզեցա որ իրենց գնահատեմ որպես որ դուք եղել եք նվիրյալներ մեր հայկական ժողովրդական երգին եւ ունենք երգիչներ որոնք ժողովրդական երկիչ չեն, ասենք երկչուհի չեն, բայց իրանք ժողովրդի կողմից սիրված են եւ ես ցանկություն եմ հայտնել, որովհետեւ ժողովուրդն է սիրել իրենց եւ ժողովրդի սիրած երկիչ իրենք գնահատում են որպես ժողովրդի սիրված երկիչ եւ իրենք կատարելու են համերգի ժամանակ ժողովրդական երգեր։ Սա արդեն հանդիսատեսին անակնկալ կլինի թե այդ ժանրի երգիչ ինչպես պետք է կատարի, ասենք Հուսան Շերամի երգերից, Աջեմյանի երգերից, ինչ Որքան շատ հետաքրքիր կլինի։ Էսա նպատակ է եղել։ Կան ինչ-որ անուններ, հատկապես մեծ սերնդի ներկայացուցիչների ժողովրդական երգիչների, որոնք ներկա են լինելու եւ կուզեիք։ Իմ բարբետն է ներկա լինելու։ Ազգի մեծությունը Տարիձայն Ռուբեն Մատևոսյանը ամենայն հայոց երգիչ եւ ասեմ որ այս առաջին անգամ եմ ասում քո հաղորդումում որ մեր օրկեստրի կնքահայրն է Godfather-ն է անգլերենով կնքահայրն է մեր օրկեստրի Ռուբեն Մատևոսյանը եւ նա առանց իրեն ես չէի կարող այս անել համերգը որտեղ ինքը պետք է անպայման ներկա լինի ասեմ որ Բարբեջան դու ինձ ուժ ես տալիս քո ներկայությամբ եւ կարծում եմ բոլոր երգիչներն էլ իրենց համար պատիվ է որ տեսնեն սրահում Բարբետը նստած եւ իրենք կատարեն տվյալ ստեղծագործությունը քանի որ երկեր կան որ ինքն է եղել առաջի կատարողը իսկապես տասնամյակներ շարունակ այո գալու եւ ես փորձում եմ որ ինչքան կարողանամ ամեն համերգին Բարբետը պետք է ներկա լիներ Այս համերգային ծրագրի շրջանակում եղել են աջակիցներ, ովքեր եղան ձեր կողքին, փորձեցին Իհարկե, կան հովանավորներ, որոնք իրոք մարդ բարերար կա, որը չի ցանկացել դաժան իրեն անունն ասեմ, բայց ես համերգի ժամանակ կլինեն իրենց բիզնեսների անունները, ծառայության անունները, որի համար շատ շնորհակալ եմ, իհարկե առանց իրենց աջակցության շատ դժվար կլիներ ինձ Եվ իմ ընկերներին, ամենակարևորը իմ ընկերներին, ովքեր անշահ խնդիրին կողքին են օրկեստրի նվագողները, իմ բոլոր օրկեստրի երաժիշտները բոլորին խոնարհվում են բոլորի առջև եւ մայստրո Ռոմականյանը իմ լավ ընկերը, որը ինքն է գործիքավորումն արել ամբողջ նոտայագրությունը եւ այլն եւ իմ ընկերները, երգիչ-երգչուհիները, անուններ կան, որոնք իրոք մեր երկարվեստի մեջ իրենց ուրույն տեղն ունեն եւ մի մարդու նման համաձայնել են որ իրենք կգան եւ կերկեն այս համերգին եւ ես էլ կուզեմ որ իրենց մի փոքր գնահատած լինենք մենք բոլորս միասին եւ իմ ընկերներից հոգաչափ շնորհակալ եմ խոնարհվում եմ բոլորի առջև Որն է հիմնական նպատակը առաքելությունը ձեր այստեղ Նելի ջան, ես 98 թվականից արդեն գնացել եմ այստեղ։ Դժվար է եղել, իհարկե իմ ճանապարհը շատ դժվար է եղել։ Ունեցել եմ դեպի բոլոր սրահներում Լոս Անջելեսի ունեցել եմ մենահամերգներ։ Առաջին մենահամերգը եղել է 2000 թվականին Կլենդերի հայտնի կլոր եկեղեցու
եւ շատ դժվար ճանապարհ, որովհետեւ ներկայացնելով ազգային երգը ինքը ոչ բան չի, կոմերցիոն չի, բայց ես փորձել եմ հավատարիմ լինել, ասենք չեմ ուզեցել, որ եթե ընտրել եմ այդ ճանապարհի կեսից չեմ ուզեցել, որ շեղվեմ։ Իհարկե հարսանիքել եմ մասնակցել, առիթներ են եղել իմ ծրագրերի մեջ կար երկեր, որոնք մարդիկ ուրախանում են, բայց կերակշռող մասը եղել է ժողովրդական երգը, որի համար չեմ փոշմանում, ոչինչ։ Ուրեմն իմ խաչն է, ես էլ պետք է տանեմ։ Այ հիմա այստեղ հիմնական առաքելությունը ո՞րն է, որովհետև գիտենք, որ հատկապես երիտասարդ շատ սերունդը պատանիները շատ չեն լսում ժողովրդական, իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը, մարդիկ կան, ովքեր նաև լեզվական ունեն դժվարություններ, բայց կարծում եմ ամեն մեկի արյան մեջ է ժողովրդական երգը։ Եթե հայոց։ Այո, եւ այս առումով ձեր առաքելությունը ո՞րն է համարում, այստեղ հատկապես երիտասարդ սերունդի կապված։ Իմ առաքելությունը արդեն սկիզբը դրվեց այս օրկեստրի, իմ առաքելությունը, որ կարողանամ այս օրկեստրը պահեմ եւ գոնե տարին մեկ անգամ, երկու անգամ համերգներ ունենան, սա լավ առիթ է, թող իրենց երեխաներին բերեն, ծանոթանան եւ ինչու՞ չէ, կարող է երեխայի մեջ ինչ-որ սեր առաջանա թառի նկատմամբ, համաչայի նկատմամբ, կանոնի, դուդուկի, դհոլի եւ այդպես ավելի կարողանանք մոտ պահենք մեր ժողովրդական երգին։ Սա առիթ է, որ բերեն եւ իրենց երեխաներին, սա դպրոցի պես մի բան է, էլի, որ երեխային բերեն եւ ես կարծում եմ ամեն մարդ չի կարող, եթե իրեն հոգին հայկական մեր այդ երգերը չի կարող իրեն չի կարող այդպիսի բանել, հավատացնում եմ։ Ուղղակի մի փոքր պետք է ուշադրություն դարձնեն եւ ներկա գտնվեն այսպիսի միջոցառումներին, ես փորձում եմ իմ չափով կարողանամ, ինչքանով կհաջողեմ, ինչքանով չէ, եւ աջակցություններ սպասում եմ, որ ի վերջո մեր քաղաքապետարանը կլենդելի, մենք սպասում ենք, որ ուզում ենք մի հատ փորձասենյակ ունենանք, որ կարողանանք այս օրկեստրը գոնե շաբաթը 1-2 անգամ իրեն տեղին ունենա, փորձերը կատարենք եւ այսօր մի փոքր sense օդի մեջ ենք, սպասում ենք թե ինչ-որ մի տեղից աջակցություն կլինի, որ կարողանանք արդեն այդտեղ փորձերը կոնկրետ տեղում այո, մենք մեր փորձասենյակ ունենանք, համերգներ կունենանք, եթե ինչու՞ չէ, բաց դռների օր կլինի, կգան ժողովուրդը կտեսնեն, թե ինչի մասին է խոսքը, հիմա ես այսքան պատմում եմ, բայց մարդը չգիտի այս ինչի մասին է խոսքը, ասեմ որ էսի մեծ աշխատանք է, 20-30 հոգի նվագում է այդ խումբը, էլի, ասեմ, որ գաք կտեսնեք թե ինչ է կատարվում, էլի։ Ես փորձում եմ անեմ, բայց ինչքանով կարողանեմ, ինչքան կդիմանամ, այդ չեմ կարող ասել։ Եվ վերջում կուզեի հետաքրքրվել, ունեք կոնկրետ այլ ծրագրեր, որ պետք է առաջիկան իրականացնեք, որ երգեր դուսեր։ Նոր երգերը միշտ կան, գործիքավորումներ են լինում, փորձում ենք համերգային ավելի, ասենք, ինչ-որ մեկի հոբելյան է լինի, ասենք, այդ տեսակ ծրագրեր են, էլի։ Եվ վերջում հիշեցնենք տեղը, ժամը, Ալեքս Թատրոն, Լենդել, մայիսի 26-ին Լենդելի Ալեքս Թատրոնում համեցեք եւ հաստատ կտեսնեք թե ինչպիսի աշխատանք է տարվել, երևի թե երկար ժամանակ մեր համայնքում այսպիսի համերգեր մի փոքր անհամեստություն անեմ, շատ քիչ է եղել այսպիսի ֆորմատ, այսպիսի մեծ մասշտաբի համերգ քիչ է եղել եւ ուզենամ որ կան եւ տեսնենք, շատ գեղեցիկ ծրագիր է, փորձել ենք մեր երգիչ-երգչուհիները իրենց հայտնի ստեղծագործությունները կատարեն, որոնք մարդիկ տարիներ լսել են եւ սիրվել է իրենց կողմից, փորձել ենք այդպիսի երգերին նորից շուշ տալ արդեն օրկեստրի նվագակցությամբ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Մերի ջան։ Հարգելի հետևորդներ, իսկապես հայ երգի երեկո է լինելու Ալեքս Թատրոնում, Գլենդել քաղաքում, ես կարծում եմ, որ շատերը ներկա կգտնվեն անպայման։ Մեկ անգամ եւս հիշեցնեմ, զրուցում էի ժողովրդական երգիչ Հովհաննես Շահբազյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, կհանդիպենք։